Զանգեզուրի միջանցքի հարցն այլևս հասցեագրված է եւ արդիական չէ։ Կոպենհագենի հայտարարությունից հետո ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդել է, որ թեմային անդրադառնալու օբյեկտիվ հիմքեր չկան։ Այո, եղավ շատ լուրջ քննարկումներ ամենաբարձր մակարդակով եւ ամենահեղինակավոր միջազգային հարթակներում, եւ այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությանը։ Հետևաբար գոնե ինձ համար այդ հարցը չկա, դա չկա նաեւ տեքստային մակարդակով, քաղաքական մակարդակով եւս, նշել է Փաշինյանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Պոլսու հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին նրա հոր Հակոբյան Մաշալյանի կորստի կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը Մաշալյանին իր ցավակցությունն է փոխանցել հեռախոսազանգով։ Հակոբյան Մաշալյանը մահացել է 93 տարեկան հասակում։ Կողմից հայրաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով հարցադրմանը, թե արդյոք հնարավոր է եկեղեցու վրա հարձակումը խաղաղության գործընթացի մաս է կազմում, քանի որ այդ գործողությունները համընկնում են Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի քննադատությունների հետ հայրաքելական եկեղեցու հասցեին։ Փաշինյանը պատասխան ասել է, դա անհնար է։ Վարչապետի խոսքով իր այսօրվա ճեպազրույցն էլ կարող է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ համընկնել։